Ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայից, դա վախն է, այն հոգեբանահուսական գործոն է, նորմալ է, որ այն կա, բայց երբ վախերը շատ են ու անտեղի, ապա վտանգ կա ձախողելու, չհաջողելու, քանի որ նրանք խոչընդոտում ու արգելափակում են մեր ուղեղը։ Ես էլ ինչպես շատերը ունեցել եմ շատ վախեր, վախեցել եմ օնլայն աշխատանքներից, օնլայն գնումներից, վախեցել եմ, որ ինձ մոտ բիզնեսը չի ստացվի, վախեցել եմ շրջապատի կարծիքներից, առաջին Skype հանդիպումներից, ուղիղ եթերներից եմ վախեցել եմ կենթանի սեմինարներից, մերժումներից, բիզնես պրեզենտացիաներից։ Ես ամեն օր քիչ-քիչ հաղթահարել եմ իմ վախերը, քանի որ ուզեցել եմ հաջողել։ Հաջողակ լինելը դա ընտրություն է։ Եվ վերջիվերջո վախերը գալիս են ինֆորմացիայի պակասից, երբ դու տեղեկացված ես լինում, դառնում ես ինքնավստահ, և վախերը քո միջից աստիճանաբար հեռանում են։ Պետք չէ վախենալ ձախողումներից, հաջողությունը դա քայլ է անհաջողությունից դեպի անհաջողություն, բայց երբ միաժամանակ չես կորցնում էնտուզիազմդ։ Եվ վերջիվերջո ձախողումը մարդուն ավելի ուժեղ է դարձնում, ավելի ինքնավստահ և իմաստուն։ Եվ վերջապես, եթե դու չսխալվեք, դուք երբեք չեք իմանա, թե որքան մեծ են ձեր հնարավորություններն ու սահմանները, հավատացեք ինքներդ ձեզ, միայն առաջ շարժվեք, դեպի ձեր նպատակը, դուք արժանի եք լավագույնին։